Բանի գլխավորմազիչ, բանավայր Գևորգյանի հետ խաղային մամուլի ասում նա մարզիչը խոսի խաղի մասին, հետո կավետով է ձեր հարցը։ Խաղը շատ լավ սկսեցինք, պահեր ունեինք, պետք է ավելի շուտ բացեինք հաշիվը, խաղը կոնտրոլ էինք անում, խաղի հաշիվը լրիվ համապատասխանում էր մինչև այն պահի դրությամբ, որ մինչև մեր փոփոխություններ կատարելը, այնուհետև մենք եռակի փոփոխություն կատարեցինք, չեմ ուզում անուններով խոսեմ, բայց բացի 1-2 փոխարինողներից մնացածի վրա շատ զայրացած եմ, որովհետև չի կարելի այդպիսի տարբերություն ստեղծել, երբ որ ֆուտբոլիստին, երիտասարդ ֆուտբոլիստին շանս է տալի դաշտ մտնելու կոմֆորտ զոնայում, այսինքն այդպիսի հաշվի պայմաններում նա պետք է ավելին անի, ոչ թե ինչ-որ անլուրջ վերաբերմունք ցույց տա այդ հաշիվը ստեղծած իր խաղընկերների կամ դրանից հետո դրա համար պայքարողների նկատմամբ կամ թիմի նկատմամբ, ինչերից է ես ինչ պետք է արդեն հանդերձանում ասացի, մեր թիմը երիտասարդ թիմ է, ու այսպիսի բաներ հնարավոր է որ տեղի ունենան, բայց մեր գործը որպես մարզիչ թույլ չտալն է։ Ես ամեն ինչ ասացի, որովհետև Վեստ Արմենիան խաղավերջում ուներ տարածքային առավելություն, որքան որ ես եմ հիշում, նրանք ոչ մի վտանգավոր պահ չունեցան, սակայն անցած խաղում էլ ոչ մի վտանգավոր պահ չուներ մրցակիցը, բայց խաղն ավարտվեց 1-1։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ նմանատիպ խաղերում պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր ստեղծած պահերին, հատկապես սա գավաթային հանդիպում է ու երկրորդ հանդիպում կա, ցանկալի էր, որ մենք ավելի շատ գոլ խփեինք ու ունեինք այդ պահերը ու կարող էինք ու կոպիտ ասած վերջացնեինք այս դիմակայությունը։ Ինչևից է վատ պաշար չունենք, բայց մենք շատ լուրջ պատրաստենք նաև պատասխան հանդիպմանը, որտեղ Վեստ Արմենիան բավականին ուժեղացրել է իսկ այս կազմը լավ մարզչական շտաբ ունեն ու շատ վտանգավոր թիմ։ Պարոն Գևորգյան, շնորհավոր եմ արտանքի համար, դուք էլ խոսեցիք եռակի փոփոխությունների մասին, արդյոք այդ փոփոխությունները կապված են երբ շատերը սպասող Արմենիայի համար։ Միանշանակ դա էլ էինք հաշվի առնում, բայց ես արդեն շեշտեցի, որ քանի որ արդեն կոմֆորտ զոնայի հաշիվ ստեղծվեց 3 գնդակի առավելություն, մենք ունենք ֆուտբոլիստներ երիտասարդ, որոնց պետք է շանս տանք ու նրանք պետք է լավ խաղան, էֆեկտիվ լինեն, որպեսզի վստահություն գա։ Ֆուտբոլը 11 հոգով չես կարող անդադ խաղալ, մնացած ֆուտբոլիստներն են շատ կարևոր։ Բայց այո, 4 օրից մենք շատ կարևոր հանդիպում ունենք անցկացնելու Արմենիայի հետ։ Այս հարցում ծնարային Հատվածը շատ նորմալ անցավ, բնականաբար չգիտեմ, կա գետ մեկ մարզիչ, որ անցկացրած հավաքը 100%-ով բավարարի, միշտ ինչ-որ մի բան չի հերիքում, նույնը վերաբերում է սելեկցիային, սակայն մենք պահպանել ենք մեր կորիզը, մեր առաջատարները երկարացրել են մեր հետ պայմանագրերը, նույն Կարեն Նալբանդյան, որ այսօր եղանակ ստեղծեց դաշտում, նույն Մոմոն, նույն Ֆարայոլան մեր հետ երկարացրել են։ Մենակ Բատիգին գնաց մեր թիմից, առաջատար ֆուտբոլիստներից, նրա փոխարեն էլի եկել են որակով ֆուտբոլիստներ, ադապտացիայի խնդիր կա, մի որոշ ժամանակ անց նորմալ կլինի։ Տեսնում ենք, որ երկրորդ խաղն անընդմեջ կենտրոնական պաշտպանի համար Բատիոնին դաշտում փայլուն է գործում, Արսենի մասին Բեգլարյան խոսք չկա։ Էլի երիտասարդ ֆուտբոլիստներ են համալրել, հիմա հերթով անունները չասեմ, որոնք որ արժան են եղել համալրելու ու մեր հետ գնալու բարձր նպատակների հետևից։ Եվ Կարենային հատվածից արդեն երկու բարձրակարգ Արսեն Բեգլարյանը եւ Անատոլի Այվազովը, արդյոք Արսեն Բեգլարյանը լինել Ես պետք է անկեղծ լինեմ, Արսենը Բեգլարյանը ավելի շուտ է միացել թիմին, Տոլիկը ուշ միացավ մեզ, Տոլիկը ինձ հետ աշխատել է Ալաշկերտում ու Չանչարևիչի թիմում առկայության պայմաններում նույնիսկ ես Տոլիկին շատ խաղեր վստահել եմ, եթե չեմ սխալվում մոտ 9 խաղ ինքին գլխավորությամբ խաղացել է Ալաշկերտում, դա նշանակում է, որ ես Տոլիկին ճանաչում եմ, վստահում եմ, սակայն Արսենը հավաքի առաջի օրվանից թիմում է եղել ու այս պահի դրությամբ Արսենը առավելություն ունի, հետագան ցույց կտա, Տոլիկն էլ պետք է պայքարի իր տեղի համար, մենք պատահական չի, որ երկու բարձրակարգ դարպասապային վերաբերել են, որ կոնկուրենցիա լինի ու մրցակցությունը կստիպի, որ նրանք ավելացնեն, ով արժանան այդ խաղ։ Եվ արդյոք բանը շեշտը դնելու է գավաթում հաղթանակի հասնելու համար, ես ինքնին շեշտություն ունեմ։ Մենք երկու շեշտ ենք դնելու, մեկը առաջնությունում, մեկը գավաթակիր դառնալու համար, առաջնությունում էլ դեռ 12 խաղ կա, եթե ինչ-որ մեկը մեզ խաղից հանել է, դա իր խնդիրն է, մենք դեռ խաղի մեջ ենք, մենք դա ցույց կտանք, մեր խաղի որակը երկրորդ խաղն է մենք սկսել ենք, մեր խաղի որակը ամեն ինչ դրա մասին խոսում է, գավաթն էլ դե պայքարի մեջ ենք, երկու ֆրոնտով էլ անպայման պայքարելու ենք։ Ես